մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 358 մեկ ցուցիչ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանրության առաջին ակցիայի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 29-ի դատավճռով Արամ Գրիգորի Աղայանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է։ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 67 հոդվածով սահմանված կարգով սույն դատավճռով նշանակված պատիժը 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում և Սյունիքի մարզի ընդհանրության առաջին ակցիայի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 29-ի դատավճռով նշանակված պատիժի չկրած մասը 5 տարի ժամկետով ազատազրկումը մասնակի գումարելու միջոցով Արամ Գրիգորի Աղայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 5 տարի 3 ամիս ժամկետով, պատժի կրման սկիզբը աշխատվել է 25/12/2015 թվականից։ Վճռվել է նաև Արամ Գրիգորի Աղայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումը թողնել ամփոփող, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Ըստ վիճակվող դատական ակտի դատարան ուղարկված քրեական գործի նյութերի և մեղադրական եզրակացության գործով մեղադրյալ Արամ Գրիգորի Աղայանը 2013 թվականի հուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համապատասխան հրամանով 2013 թվականի օգոստոսի 20-ին ծառայության է նշանակվել ՊԲ 38-636 զորամասի S125 զենիթային հրթիռային դիվիզիոնի մեկնարկային մարտոցի հրամանատարի տեղակալի պաշտոնին կոչումով լեյտենանտ է։ ՊԲ 38-635 զորամասի S125 զենիթային հրթիռային դիվիզիոնի մեկնարկային մարտոցի անձնակազմը 2015 թվականի սեպտեմբերի 7-ին սահմանված կարգի համաձայն ընդունել է զորամասի բարեկային ծառայության վերակարգը, նշված դիվիզիոնի հերթապահ է նշանակվել նույն մարտոցի հրամանատար լեյտենանտ Արամ Գրիգորի Աղայանը։ 2015 թվականի սեպտեմբերի 7-ին լույս 8-ի գիշերը ժամը 02:50-ի սահմաններում հերթապահ լեյտենանտ Արամ Աղայանը տեսնելով, որ թիվ 1 պահակակետում բարեկարգված շարքային Ռոդիկ Վելիխանի Գրիգորյանը դեռ գտնվում է զորանոցում քնած վիճակում, գնացել է զորանոց շարքային Ռոդիկ Գրիգորյանին արթնացնելու համար լեյտենանտ Արամ Աղայանը մի քանի անգամ հրելու միջոցով փորձել է արթնացնել շարքային Ռոդիկ Գրիգորյանին հերթափոխը կատարելու համար։ Մի քանի անգամ հրելու միջոցով արթնացնելուց հետո շարքային Ռոդիկ Գրիգորյանը հարցրել է լեյտենանտ Արամ Աղայանին, թե ինչու է նման ձևով արթնացնում, ինչի կապակցությամբ լեյտենանտ Արամ Աղայանը խախտելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13 և 16-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի քաղաքապահական կանոնագրքի 3-րդ հոդվածի պահանջներով մարտոցի զորանոցում վիճաբանել է իր նկատմամբ խորհրդած հանդիսացող շարքային Ռոդիկ Վելիխանի Գրիգորյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, քաշքշել ու հարվածել նրան, պատճառելով քրքի մեջքի շրջանի սարջարքի վերքի ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասված։ Դեպքի մասին վերջինները չեն հայտնել վերադաս հրամանատարությանը։ Այս պահի կողմից նկատելով վնասվածքը, ուժով Ռոդիկ Գրիգորյանն այն պատճառաբանել է իբր ծառի ճյուղը վնասելու հետևանք։ 09:09 2015 թվականի ժամը 14:30-ի սահմաններում ջերմություն ունենալու պատճառով վերջինս տեղափոխվել է Ստեփանակերտի զինհոսպիտալ, որտեղ և հաջորդ օրը բացահայտվել է միջադեպը։ 23:09 թվականի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին գայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Սերյանինը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 358 մեկ ցուցիչ հոդվածի երկրորդ մասով քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին։
23-12-2015 թվականին Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին քարտուղարային քննչական բաժնի պետի տեղակալներն որոշում է կայացրել Ռուդիկ Վելիխանի Գրիգորյանին թիվ համապատասխան քրեական գործով որպես ուղղող ճանաչելու մասին։ 25-12-2015 թվականին Արամ Գրիգորի Աղայանը ձերբակալվել է։ 26-12-2015 թվականին որոշում է կայացրել Արամ Գրիգորի Աղայանի որպես մեղադար ներգրավելու մասին և նրան մեղադրանք է արձակվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա հանդիսանալով ՊԲ 3836 S-120 զենիթահրթիռային դիվիզիոնի մեկնարկային մարտկոցի հրամանատար կոչումով լեյտենանտ 2015 թվականի սեպտեմբերի 8-ին ժամը 03:00-ի սահմանում հարկված լինելով որպես դիվիզիոնի հերթապահ, նույն դիվիզիոնի 4-րդ մեկնարկային ջոկի պարտադիր ժամկետային զինծառայող Շարքային Ռուդիկ Վելիխանի Գրիգորյանի կողմից քնից ու շարքնանալու, հերթափոխն ուժ կատարելու կապակցությամբ առաջացած խոսակցության պատճառով հաղթելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ ու 16-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հայդապահական կանոնակարգի 3-րդ հոդվածի պահանջները մարտկոցի զորանոցում վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող շարքային Ռուդիկ Վելիխանի Գրիգորյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, քաշքշել ու հարվածել նրան, պատճառելով քթի մեջքի շրջանի սալջարդ բերքի ձևով բարողության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող անձնական վնասված։ 26-12-2015 թվականին Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Սեյյանյանը միջնորդություն են ներկայացրել դատարան մեղադար Արամ Գրիգորի Աղայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը 2015 թվականի դեկտեմբերի 26-ին Սյունիքի մարզի ընդհանրության առաջինացյալի դատարանի որոշմամբ բավարարվել է մեղադար Արամ Աղայանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 03-02-2016 թվականին թիվ 1 կայազորի զինվորական դատախազության դատախազ Իշխանյանի կողմից որոշում է կայացվել մեղադարների եզրակացությունը հաստատելու և գործել Սյունիքի մարզի ընդհանրության առաջին դատարան ուղարկելու մասին, որտեղ այն ստացվել է 22-2016 թվականին։ Նշված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել պաշտպանության կողմը, պաշտպանը վկայակոչելով իր իսկ վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները, հիմնավորումները և փաստարկները ելնելով դրանցից և վերաքննիչ բողոքում վկայակոչվածից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատարանության օրենսգրքի 336 հոդվածով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանին խնդրել է Տեքանել Սյունիքի մարզի ընդհանուր երաժշտության դատարանին 10-19-2016 թվականի դատավիճը և կայացնել արգարացման դատավիճը, ճանաչելով և հռչակելով ամբաստանյալ Արամ Աղայանի անմեղությունը։ Վերաքննիչ բողոքում շարադրված հետևությունները հիմնավորելու համար ելույթի համար ձայնը տրվում է պաշտպանության կողմից։ Նախապատվությունը տրվում է պաշտպան Պապիկյանին, որտեղ դուք եք ստորագրել բողոքը։ Շնորհակալություն, խնդրում եմ իրացրեք ձեր իրավունքը։ Խնդրեմ, պարոն Պապիկյան։ Եվ շնորհակալություն եւ դատարան դատապարտության ակտի մասնակիցներ։ Ակամը ներկայացել է ներկայացած բողոքը եւ դատարանի քրիտիկությամբ գործնական նախապատվությունը ներկայացնել սերուսան բարձր ամբողջ Պապիկյան շատ ներողություն եմ խնդրում ձեզ ընդհանրելուց համար, պաշտպանության կողմը ինքնավորոշում իրավունքի իրացնելու առումով առողջության ձևաչափը ինքները կընտրեք, ինչպես որ հարմար կգտնեք իհարկե ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և օրինավորումների սահմանում։ Եթե այլ բան ունենաք ավելացնելու, լիարժեք իրացնելու նկատառումներ
դիմավորելով, թե ինչու է դատարանը այդ ապացույցներին սխալ գնահատել կամ սխալ եզրահանգել։ Դատարանի համար որպես ապացույցներ հանդիսացել են մասնավորաբար ծառայական քննության նյութերը եւ այդ ծառայական քննության նյութերի վերաբերյալ դատարանը նշել է հետևյալը. Մեջբերում են կատարում։ Պաշտպանի կողմից միջնորդություն նշված ծառայական քննության վերաբերյալ բոլոր նյութերը ձեռք են բերվել օրենքով սահմանված կարգով եւ քննիչի համապատասխան որոշման ճանաչվել որպես այդ ապացույցը։ Այդպիսի անդրադատելի ճանաչելու իրավական նյութերը բացակայում։ Իսկ պաշտպանի կողմից նշված այն նյութերը, որ ծառայական քննություն անցկացնելու մասին հրամանի եւ հետագայում կատարված գործողությունների ժամանակագրական տվյալների միջև առկա կոպիտ եւ բացահայտ խախտումները, ապա դատարանը գտնում է, որ դրանք վերիպակներ են եւ չեն կարող ազդել ծառայական քննության նյութերի մարտական տեղեկատվության բովանդակության եւ հավաստիության վրա։ Հարգելի դատարան, դատարանի նման եզրահանգումը հաստատի հանգում է հետևյալը։ Այսինքն, ծառայական քննության նյութերը, որոնք դրվել են մեղադրական դատավճռի հիմքում, դրանք կազմում են, հավաքվել են օրենքի եւ այդ իրավական ակտերի, մասնավորապես Հեղափոխության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 991-ը ծառայական քննություն նշանակելու իրավունք ունեցող հրամանատարների անվանացանկը եւ ծառայական քննություն հասկացնելու կարգ հաստատելու մասին հրամանի էական խախտումներով։ 36 օրամասի հրամանատարի ծառայական քննության անցկացնելու մասին թիվ 379 հրամանը արձակվել է 2014 թվականի սեպտեմբերի 21-ին, ընդգծել ենք, 2014, մենք գործը, որպես այդպիսին հարուցվել է 2015 թվականի։ Կարգապահական ուժի ենթարկելու մասին թիվ 380 հրամանն արձակվել է 2015 թվականի սեպտեմբերի 21-ին։ Ամսաթվերը հատուկ եմ ընդգծում, 15 թվականի սեպտեմբերի 21-ին։ Ծառայական քննությունն անց է կացվել սկսվել եւ ավարտվել է 2015 թվականի սեպտեմբերի 10 եւ 11-ին։ Տեղի ունեցածի մասին զեկուցագիրը գրվել է 2015 թվականի սեպտեմբերի 10-ին։ Հաստատի առաջացյալի դատարանը, երբ հիմնավորում են այս նյութերով եւ սրանք վկայակոչվում են որպես վերիպակներ, այսինքն ծառայական քննությունը անցկացնելու մասին հրամանը սեպտեմբերի 21-ին է լինում, բայց ծառայական քննությունը անց է կացվում սեպտեմբերի 10-ին եւ 11-ին։ Հրամանն արձակվում է սեպտեմբերի 21-ին, արդեն ավարտված փաստի մասին է հրամանը։ Անպատական շատ ներողություն եմ ես ընդհատելուց համար, ուղղակի քննական գործոց իրավունքի իրացնելու առնչությամբ մեր ինչ-որ ասում է, եթե նկատում եք, որ շատ լսում։ Բացի այդ իրավունք ներկայացնել եք ոգը, խնդրում եմ ինքը կամ իհարկե եթե ձևաչափի մեջ գտնում եք, որ դա իսկ անվերջ տան, մենք բոլոր դեպքերում ուշադրություն կլսենք, բայց ինքը մեկից ավելի անգամ ասել եք, կարծում եմ անհրաժեշտ չէ։ Շնորհակալություն, բայց դուք որոշեք ձևաչափը։ Հարգելի դատարան, վերոնշյալ ապացույցների հասցեի վերաբերյալ դատարանները առաջացան դատարանները որակել է որպես վերիպակներ եւ ըստ էության մեղադրանքի հիմքը նաեւ դրել է այդ վերիպակների որակված հաստատությունների հիման վրա։ Հարգելի դատարան, մեղադրական դատավճիռ կայացնելու մյուս հիմքը կամ ապացույցը դատարանը որպես այդպիսին գնահատել է ուժողի տված ցուցմունքը եւ դրա մասին նշել է նաեւ դատարանների մեջ։ Գործով ուժողը մեջբերել դատարկության ժամանակ նրա հայտնածը ինչպես նաեւ դատարաններում նշվածը։ Մեջբերել է ուժող Քելիքոյանը դատարկության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ աղայանը փորձել է արտացել, սակայն ինքը չի արտացել։ Նորից է փորձել եւ այդ բանը ինքը զգացել է, առաջ է եկել եւ իր քթի եւ աղայանի ձեռքի միջեւ եղել է բախում։ Քերծված կեցվածել։ Դրանից հետո ընդունել է վերակարգը եւ ժամը եւ 05:00-ին հանձնել է։ Հետագայում քննիչներին հայտնել է, որ աղայանն է հարվածել, այդպես է ասել, որ նրանք շուտ հեռանա։ Այնուհետև ուժողը հետեւյալ ցուցմունքն է
իրենից բացատրություն վերցնողներին չի հայտնել, որ լավ չի զգում և վիճակի չի բացատրություն տալու։ Ինքը մտածություն չի ունեցել կատարվածի մասին հայտարարություն տալու և չի պիտի թե դա ինչ է։ Բերել են թուղթ, ինքը պատմել է, չեն ստիպել, չեն առաջարկել, ինքը մտածել է, որ պարտավոր է գրել և գրել է, չի իմացել, որ կարող է նաև չգրել։ Իրեն ոչ ոք ոչինչ չի նախազգուշացրել, որ կարող է գործ հանձնել, օգնել են մտքերը շարադրել, բայց չեն ստիպել, հուշել են կազմել նախադասությունները և միտքը ներկայացնել։ Սա մյուս ապացույցն է կրճտում դրված, հարկելի դատարան, և պաշտպանական կողմը վստահաբար կարող է պնդել, որ եթե առաջացյալի դատարանը ուժով է այս ցուցմունքները պատշաճ գնահատման ենթարկել, ապա սա ոչ թե մեղադրական դատարանչի հիմք կդառնա, այլ արդարացման դատարանչի, որովհետև փաստացի ուժովին մոլորության մեջ ենք ռազմական ոստիկանությունը, նրան չբացատրելով ավելի ստույգ շատ քաղաքավարի գործողել են հաղորդում տալ, այն ինչը չի պատկերացել դրա հետևանքների մասին։ Մյուս ապացույցը, որը դրվել է դատարանչի հիմքում հարկելի դատարան, Զորամասի սպաներից Դարյանի դատաքննական ցուցմունքներն են, իսկ ինչ է հայտնել Դարյանը դատարանում, որը նաև արձանագրվել է դատարանչի մեջ։ Բառացի մեջ վերում է Դարյանի մտքերը։ Խոսացել եմ Ամարյանի հետ, ասավ հենց բան չի եղել։ Ինձ ասել է, որ զորանոցում է եղել, բայց հենց բան չի եղել, խփել բան չի եղել։ Գրիգորյանը խելոք զինծառայող է, Գրիգորյանը վնասվածք չի ունեցել, չեն տեսել։ Հոսպիտալը հետազոտել է և վնասվածք չի եղել։ Աղայանը շատ գոյական ծառայող է, լավ է ծառայել։ Ինքը նորմալ ծառայել է։ Սա խնդիրները ժամանակին կատարել է, անձնակազմի հետ լավ է եղել, խելացի նորմալ զինծառայող է։ Արանը կոնֆլիկտներ չի անում ծառայողների հետ։ Հոսպիտալում իրան հետազոտել են, ոչինչ չեն գտել, այլապես կհաղորդեն ռազմական ոստիկանություն։ Ռոզիկի ջերմությունը բարձր է եղել և կարող է չի դիտակցել ինչ է գրում։ Իրեն ասել են ՌՈ-ի աշխատակիցները։ Վիճաբանության մասին տեղեկացել է ռազմական ոստիկանության աշխատակիցներից։ Իմ կարծիքով եղել է ազգույժ դեպք։ Հարգելի դատարան, այս ցուցմունքները դատարանը անհասկանալիորեն որպես մեղադրական ցուցմունք է դիտարկել։ Հարուչությամբ կներ եք ձեզ այդապեն ավարտեցիք։ Այդ մասը այո։ Այդ որում ասում եք անհասկանալի չեք ուզում բացատրեք ըստ ձեր սուբյեկտիվ ընդհանրության ըստ պաշտպանության կողմից չեք դիտարկում անհասկանալի։ Մենակ ասելու չի, կոնկրետ նաև փաստարկները շատ քննարկել, բայց այնպես չի դատական իստեր ամիրել։ Շատ լավ արգելի դատարան։ Ընդհանրապես երկու մեջբերում կարող եմ ասել, հոսպիտալը հետազոտել է և վնասված չի եղել։ Այսինքն ուժովը, գործող ուժովը ու բարձր ջերմություն է ունեցել, իմ պաշտպանյանը որպես պատասխանատու սպա զինծառայողը տեղափոխել է հոսպիտալ, որտեղ զննել է որևէ կանգալ, բողոք, դժգոհություն չի եղել, հոսպիտալում զննության ժամանակ հետ չի եղել անգամ։ Եվ այդ մասին Բարսավեն ակնարկում է Զորամասի բացատրության սպաներից մեկը։ Այսինքն կոնկրետ դեպքը կամ դրա հետևանք որպես այդպիսին չի արձանագրվել անգամ հոսպիտալում։ Նման բան չի եղել և այդ մասին հայտնում է նաև Զորամասի հրամանատարներից մեկը։ Սրանից ավել ես չեմ պատկերացնում ինչ պիտի հայտնել Զորամասի բարձրաճար հրամանատարներից մեկը, որպեսզի դատարանի համար հասկանալի լիներ, որ նման իրավիճակ չի եղել։ Ավելին հենց պարոն Դարյանի տված ցուցմունքը հիմնավորվում է նաև մի քիչ առաջ որպես նկարահանված ուժովի ցուցմունքով, որ ևս նշում է, որ ոչ միայն խնդիրներ չի եղել մեր միջև, այլ միջադեպ չի եղել մեր միջև։ Այլապես 40 աստիճան ջերմությունով զինծառայողը երկանում են հոսպիտալ և ամբողջությամբ զննում են ոչինչ չեն հայտնաբերում և 40 աստիճան ջերմության պայմաններում հորդորում են հաղորդում տալ հանցագործության մասին և անձը այդ ջերմության պատճառով կարող է և չկարողանալ իրավիճակը սթափ տիրապետել, անգամ երբ իրեն չի էլ բացատրվում ինքը որ կարող է հաղորդում չտալ։ Նա ուղղակի ասում է դու պիտի հաղորդում տաս և այլ խոսակցություններ եղել նրա միջև, պարզապես չի արձանագրվել դրան և մենք չենք կարող դա կայացնել։ Բայց փաստորեն է փաստ, որ Զորամասի հրամանատարները անգամ պնդում են, որ Աղայանը կոնֆլիկտներ չի ունեցել, նորմալ ծառայել է, լավ է ծառայել, տեղ ունեցածը դիտավորություն չի եղել,
հոսպիտալում այդ զինծառայողին հետազոտել են ոչինչ չի եղել, ոչինչ չի հայտնաբերել։ Սրանք ակնհայտ փաստեր են հարգելի դատարան, ակնհայտ փաստեր են։ Այսինքն դրանց մեկնաբանման կարիք, Դարյանի խոսքի մեկնաբանման կարիք, իմ կարծիքով սուբյեկտիվ ընկալման դրա կարիքը չէ, որովհետև դա դատարանում է հայտնել ինքը, առաջարկային դատարանում, նախագահում դատարանում եւ ինչպես պաշտպանական կողմը, այնպես էլ հարգելի մեղադրողը, այնպես էլ դատարանը հնարավորություն է ունեցել պարզելու արդյոք ինչ նկատի ունի, երբ ասում է, որ Արամը կոնֆլիկտներ չի անում ծառայողների հետ։ Ավելի լավ բնութագիր ինչպես պիտի տրվեր։ Հարելի դատարան, քանի որ մեղադրանքի հիմքում ըստ էության դեպված է Այդտեղ նշված է հրապարակեցի դեպքեր, որ կոնֆլիկտի ջերմությունը բարձր է եղել, հնարավոր է չի գիտակցել, ինչ է եղել։ Եվ այդ մասին իրենք հայտնել են ռազմական ոստիկանության աշխատակիցներ։ Այստեղ որ բազական տեղյակ է ջերմության բարձրացման վերաբերյալ ֆեդերալ ոստիկանության աշխատակիցներն իրենք հայտնել ռազմական Շնորհակալություն արձամա, ռուտիկի բարձր ջերմություն վերաբերյալ պարոն Դալյանը տեղեկացել է և հոսպիտալից և այդ մասին զեկուցել է Արամ Աղայանը, որովհետև Արամ Աղայանը հրամանատարության գիտությամբ և գիտելիությամբ է ռուտիկի տեղավորող հոսպիտալ, առողջությունը զնների հետ կապված։ Իսկ տեղի ունեցածի վերաբերյալ, այսինքն հայտարարության վերաբերյալ, պարոն Դարյանին հայտնել է ռազմական ոստիկանության աշխատողները։ Շարունակող պատմել են և այդ մասին պարոն Դարյանը նաև դատարանում հայտնեց, որ այնինչ որ ըստ հաղորդման արձանագրված է, այդ մասին իրենք տեղեկացրել են ռազմական ոստիկանության աշխատակիցները տվյալ դեպքում հետաքրքիր չէ, և դա հաստատվեց նաև ոչ միայն պարոն Դարյանը հաստատվեց, այլ մյուս վեկաների, զորամասի մյուս զինծառայողների, որովհետև բոլոր վեկաները, բոլոր զինծառայողները, նաև սպաները, պարոն Փաթյանը, պարոն Դարյանը նրանք դատարանում հայտնեցին, որ ըստ էության իրենք դրա մասին միայն լսել են, իսկ այսպես ասեմ, հաղորդման մեջ նշված հանգամանքների մասին, իրենք տեղեկացել են ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց երկխոսության ժամանակ։ Իսկ ինչ վերաբերում է ռուտիկի առողջության քարոզմահայանը և զինվորի տարել է զինության, ինքը զեկուցել է, որ հոսպիտալում բուժման կարիք ունի, ջերմությունը շատ բարձր է և հոսպիտալի բուժման կարիք ունի։ Խոսքը վերաբերում է հարցը վերաբերում է հետևյալին։ Արդյոք 40 աստիճան ջերմություն ունենալ պարագային պայմաններում է աղոթու տվել կամ բացատրություն։ Սրա մասին է խոսքը, որ այդպես նշվել է և նշվում է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները դա այդպես է, որովհետև դատարանում հենց ինքը դժոխ է հայտնել դրա մասին, որ ես եկել էի, ինձ բերել էի հոսպիտալ բուժման, 40 ջերմությունով շարված զգացողությամբ, ու դատարանում այն մասին հայտնել։ Մոտեցան ռազմական ոստիկանության աշխատակիցները և ասեցին, որ ես պիտի հաղորդում տամ, և ինքը մտածելով, ինչպես դատարանում հայտնեց, մտածելով, որ շուտ վերջացնեմ, գրեցի և չգիտեի դա ինչ հետևանքներ կունենա և գրելու ժամանակ ինքը հրել թե դիպչեր բառերի օգտագործում, որը հետագայում ասում է, ուղղակի ինքը դատարանում ասեց, ես գրեցի այդպես, որ պիտի շուտ վերջացնեմ, լավ չի ես գնում։ Ես չգիտեի դա ինչ ժամանակում, բայց ինձ ասեցին պիտի գրես։ Նաև նշել, որ չեն ստվել, առաջարկել են, որ ես գրեմ։ Իսկ գրելու ժամանակ օգնել է, որպեսզի մտքերը ճիշտ ձևակերպել։ Նախադասությունները կառուցելու ժամանակ ռազմական ոստիկանության հետաքննիչը օգնում է, որպեսզի ես ճիշտ ձևակերպումներ անեմ, ես ամենը ցանկանում էի արագ գրեմ, որպեսզի վերջացնեմ, լավ չի ես։ Դրա մասին հենց ժողովուրդը դատարանում հայտնել է։ Որը բժշկական միջամտություն տեղի չի ունեցել, ջերմություն չեն իջեցել, բժշկը թույլատրել է, որ այդպիսի պայմանների նրանից բացատրություն վերցնեն կամ հաղորդում։ Չունենք այդպիսի տեղյակություն։ Հարգելի դատարան, մյուս ապացույցը, որը դեպի միաժամանական դատարանչի հիմքում վերաբերում է արդեն բոլոր նշված հայտարարությանը և բացատրությանը, որը դատարանի կողմից գնահատման է արժանացել և դրա հիման վրա է միաժամանական դատարանը կայացվել,
Իշխագրավ է, որ հայտարարությունը և բացակցությունը, որ ամտավեր և ուժողը, ըստ էության միաժամանակ տրվել իրենց հաջորդին երկրորդին և ժամանակական ապրում։ Այստեղ հայտարարության մեջ ուժողը նշել է, մեջբերում է։ Տալիս են սույն հայտարարությունն այն մասին, որ 0-2015 թվականին ժամը 03:00-ից 05:00 սահմաններում այս 125 զենթարթիրային ԶՀԴՆ դիվիզիոնի ՄՄ ննջարանի դիմաց, իսկ բացատրության մեջ հաջորդ հասարակի մեջ ուժողը նշում է, Արամ Աղայանը մտել է մեր Մարտկոցի ննջարան։ Այսինքն, սրանք հաջորդող գործողությունների մի դեպքում հայտարարության մեջ նշում է ննջարանի դիմաց, որտեղ կանգնած են այն փորապահը հերթապահության մեջ, ով ոչինչ չի լսել, ոչինչ չի լսել։ Մի դեպքում բացատրության մեջ ուժողը նշում է, որ Մարտկոցի ննջարանում, որտեղ եղել են այն զինծառայողներ հանգստի ժամանակ, եւ նրանք էլ ոչ ոք ոչինչ չի լսել, ոչ ոք ոչինչ չի տեսել։ Այսինքն անգամ այս երկու հասարակները, որոնք եղել են մեղադրանքի հիմքում, ռազմական ոստիկանության հետաքննիչների հորդորով կազմված հասարակները, եթե կարելի է ասել, մեկում նշված է դեպքը այն ինչը, որ իրենք դեպք են անանում, տեղը ունեցել ննջարանում, մյուսում նշված է ննջարանի դիմաց։ Ընդ որում և դրսում, և դրսում։ Ինչպես նշեցեք, այս զինծառայողներ եղել և ոչ ոք ոչինչ ոչ լսել է և ոչ ոք ոչինչը չի լսել։ Մյուս ապացույցարների դատարան։ Մեզ համար համոզմունք է, որ ներսում է, սակայն գործով դատավճռի մեջ նշված ապացույցներից մեկի մեջ նշված է ննջարանի դիմաց։ Այսինքն, եթե դատարանը գնահատում է, որպես սա մեղադրական ապացույց, իհարկե դա դատարանի բացառիկ իրավասություն է, բայց պաշտպանական կողմից ինչ որոշում եմ ասում։ Ննջարանի դիմաց չեն կարող տալի դեմ, որտեղ առանցի նշված է ննջարանի դիմաց Արամ Աղայանը քաշքշել է։ Նման բան չի եղել, որովհետև դրան մոտ ինչ հասնում օրապահ ով կանգնած եղել, նա հասարակները և նախագծության ժամանակ և դատարանում և ասում է, ինքը ոչ միայն ոչինչ չի լսել, այլ նման բանը ականատես չի եղել։ Այդ չէր կարող դա մեղադրական դատավճռի հիմքում լինել մի հանգամանք, որ իրականում չի եղել։ Որտեղ ոչ ոք և ուժողը, և յուզնականները, և Աղայանը չեն շփվում, որ դա եղել է ննջարանում քնած ժամանակ։ Ննջարանի դիմաց չէր կարող այս քնած լինել։ Հարգելի դատարան, ապացույցներից մեկը հետևյալն է, ես մեջբերում եմ դատարանից։ Ի պատասխան 02-10-2015 թվականի թիվ այսինչ գրության հայտնվում է, որ մեր կողմից դերակված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի սեպտեմբերի 8-ին ժամը 03:00-ի սահմաններում մեջբերումը ավարտվեցին։ Խնդիրն է, որ այս ապացույցը, որպես մեղադրական ապացույց դիտարկելիս, դատարանը բազմաթիվ էական խախտումներ է դիտարկել։ Նախ առաջինը, օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին որոշումը կայացվել է 2015 թվականի սեպտեմբերի 2-ին։ Սա ևս մեկ դիտակ է, ըստ դատարանի տրամաբանության։ Սեպտեմբերի 2-ին չէր կարող քննիչը որոշում կայացնել օպերատիվ հետախուզական գործողություն իրականացնելու միայն այն պատճառով, որ սեպտեմբերի 2-ին դեռ սեպտեմբերի 8-ը չէր եկել, դեռ սեպտեմբերի 23-ը չէր եկել, որ գործ հարուցվել։ Այսինքն սեպտեմբերի 2-ին չէր կարող այդպիսի բան լինել։ Եվ բացի դա, դատարանը ճիշտ է, մենք միջնորդեցինք, հետո հրաժարվեցինք, հարգելի մեղադրողը դատարանում չներկայացրեց օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ բանը։ Ճիշտ է, պաշտպանական կողմը մենք հրաժարվեցինք այդ միջոցառումից, հասկանալով, որ 2-3-ից այդ հարույթը չէր ներկայացնում դատարան եւ ուղղակի դատություններ հրաժարվեցինք։ Բայց փաստը, որ ինքը սեպտեմբերի 2-ի որոշում է եղել, ինքնին ցույց է տալիս, որ չէր կարող այդպես լինել։ Գործը հարուցվել է սեպտեմբերի 23-ին։ Հարգելի դատարան, ապացույցներից մեկը, սա արդեն նշված է դատարանի իրավական վերլուծությունների մասում, դատարանի մեջ, նշված է հետևյալը։ Արամ Գրիգորյանի վերաբերյալ ծառայողական բնութագրի համաձայն վերջինս ծառայում էր 38-636 զորամասի S-125
ԶՀԴ-ներում որպես МВР-ի հրամանատարի տեղական։ Նա զինվորական ծառայության ընթացքում իրեն դրսևորել է բացասական կողմերով։ Սա դատարանը որպես իրավական վերլուծություն նշել է դատավճռի մեջ։ Դատարանի համար այս վերլուծության հիմք է հանդիսացել Աղայանի վերաբերյալ ծառայական բնութագիրը, որը արտահայտ իրական գործունեություններով եւ որը ստորագրված է Փաթյանի եւ Դարյանի կողմից։ Եթե դատարանը արդարացի եւ օբյեկտիվ քննություն վարել, ապա ծառայական քննության անթույլատրելի նյութերով չէ հիմնավորի դատավճիռը։ Ավելին, դատարանը այդ բնութագիրը չէ դրի դատավճիռի հիմքում, եթե ուշադրություն դարձնել դատաքննության ժամանակ Դարյանի եւ Փաթյանի տված ցուցմունքների։ Նրանք երկուսն են հաստատեցին դատաքննության ժամանակ հերկեցին այդ բնութագրի բովանդակությունը եւ դատարանում Աղայանի բնութագրեցին բացառապես դրական կողմերը։ Միաժամանակ դատարանին հայտարարեցին նշելով բնութագիրը ճիշտ չէ։ Եվս մեկ կարող հանգամանք այդ բնութագիրը չի ստորագրել Աղայանի անմիջական հրամանատարը, ինչը եւս ակասել է դատարանի կողմից։ Հարգելի դատարան, այդ առողջության հասկը այո, որ անմիջական հրամանատարը չի ստորագրել, ըստ պաշտպանության կողմից, իրական հետևական դառնում, որ այդ ասում եք ինչ ենք պատմում ասել միացածների ասեք, որ ավելի կարելի է հարգելի դատարան, շնորհակալություն հարցի համար։ Մեր ասացի էությունը հետևյալն է, պարոն Դարյանը եւ պարոն Փաթյանը ծառայության բերումով Արամ Աղայանին հնարավոր է, որ ամիսը մեկ անգամ տեսնեն։ Հերթապահություն լինելու ծառայության բերում։ Արամ Աղայանի անմիջական հրամանատարը հետո ամենօրյա ծառայական ռեժիմով ամենօրյա հսկողություն, վերահսկողություն եւ հրամանատարություն է իրականացնում։ Իսկ պարոն Դարյանը եւ պարոն Փաթյանը բացառված չի, որ նույնիսկ ամիսը մեկ անգամ չի հանդիպել, որովհետև եւ մարդոց հետում է այդտեղ կամ զորամաս այդտեղ, ուղղակի անմիջական շփումը չկա։ Եվ հենց այդ նպատակով եւ պարոն Դարյանը եւ պարոն Փաթյանը դատարանում հայտնեցին, որ այդ բնութագիրը, որը առկա է ծառայական քննության նյութերի մեջ, դա ճիշտ չէ, որովհետև այնտեղ հենց Արամի անմիջական հրամանատարը հրաժարվել է այդ բնութագիրը ստորագրել, որովհետև նշել է, որ բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։ Այդպիսի գրառում կա հրամանատարի կողմից անմիջական, ոչ բանավոր է ինքը հրաժարվել, բայց ինքը այլ բնութագիր առկա է, որը մենք ներկայացրել ենք, որը արդեն ստորագրել է անմիջական հրամանատարը։ Պարոն Դարյանը եւ պարոն Փաթյանը մենք դատարանում են հայտնեցին, որ այդ ծառայական քննության նյութերում առկա ավելին գիտեք խնդիրությունը, այդ բնութագիրը, որի դատարանը հողում եք նատարել, այդ բնութագիրի մեջ նշված փաստերը, եթե համապատասխանեն իրականությանը, այդտեղ ընդհանուր պետական դավաճանության վերաբերյալ մոտավորապես այդպիսի մտքեր կար։ Այսինքն, եթե զորամասի երկու բարձրաստիճան սպաներ նման բնութագիր են կանգնել սպային, պատասխանատու ծառայություն իրականացնող սպային, եւ շարունակում են այդ սպային վստահել մարտական հերթապահություն, զենիթահրթիռային մարդոց ղեկավարը, ապա դա այնքի անգործություն է։ Եվ նրանք դատարանում ուղղակի հայտնեցին, որ այդ բնութագիրը, որը կար, դա ճիշտ չէ, եւ բառացի դատարանում բազմիցս նշեցին, որ Արամ Աղայանը բացառապես դրության բնութագիր է։ Իսկ դրանից հետո որևէ կներ որևէ դերավոր փաստաթուղթ բնութագիր ներկայացնել են դժվար պարոն գործի մեջ պիտի լինի հարգելի դատարան եւ չէ ասենք իրենց դիրքորոշումը նաեւ դերավոր հայտնելու ոչ իրենք դատարանում բացեցուցմունքը, որը դա դերավոր դիրքորոշում չեն հայտնել։ Խոսքը դրա մասին է եւ մեկ հատ եւս իհարկե դատարանը շատ հարմար է պաշտպանական հավաքելությունը, միաժամանակ նաեւ բազաբանում է, որ բոլորի բազաբանման ապահովության հնարավոր է, որ դատարանի կողմից բացել չէ իշխանական դասարանը ացումի, բայց իհարկե հարգելի ձեր հավաքելությունը, որ պաշտպանական հավաքելությունը կարող եք նաեւ որևէ պատասխան չհնչեցնել եւ դա որևէ կերպ չի կարող մեկնաբանվել իր վերնաս ձեր պաշտպանյանի։ Հիմա զորամասի հրամանատարի երթակայության փակ գտնվող զինծառայողի կապակցությամբ, առնչությամբ, վերաբերյալ արդյոք բնութագիր ծառայության ունի թե ոչ։ Ես կարծում եմ ունի հարգելի դատարան։ Շատ լավ։ Իդերում են ձեր հարցի պատասխանը հարգելի դատարան։
այն բնութագիրը, որի մասին ես նշեցի, այն բնութագիրի մեջ նաև նշված է, որ Արամ Աղայանը դատապարտել է քրեական մրցույթի 350, 350 եւ 310-ներով նախկին։ Բայց սա ևս իրականության չհամապատասխան, որովհետև Արամ Աղայանը 350, 350 եւ 370 կոդվածներով չի դատապարտել։ Սա ևս այն բնութագիրն է, որը դրվել է դատարանչների հիմքում։ Այսինքն անգամ Արամի վերաբերյալ կոդվածների թվարկումը անգամ սա ինքնին փաստ է, խոսում փաստ է, որ ճիշտ չէ։ Որովհետև չի եղել ամբողջ երբ Արամ Աղայանը կդատապարտել 258 կամ 70 կոդվածներով։ Ամբողջական շատ ներողություն իմ դասերն հավաքեցին։ Հակառակը կապված է Հայտյանը Դարյանը եւ հայտնել են, որ հետագայում դատապարտության ընթացքում դա ճիշտ չէ։ Որակներում իրենք այդ բնութագիրը հետո։ Բնութագիրը այո ստորագրել է։ Այսինքն իրենց կողմից դրված բնութագիրը ստորագրել է եւ հետագայում հայտնել են, որ դա ճիշտ չէ։ Այո, իրենք ստորագրել են հետագայում դասավորման ճիշտ չէ։ Իսկ հարցը առաջացան ճիշտ կամ չեն իսկի պաշտպանության կողմից։ Եվ ձեզ եմ հարցնում, հայտերենք այս կայդրությամբ որևէ դատողություն անելուց։ Արդյոք պաշտպանության կողմը այդ առնչությամբ հարցադրում ներկայացրել է, թե ոչ։ Հակերտական հաշվադրում ուղղակի այդպեսի չեն ներկայացրել, բայց պաշտպանական կողմը դատականության ժամանակ հատկապես մենք մեր դիրքորոշումը իհարկե ճարի ժամանակ հայտնեցինք, բայց մեզ համար շատ պարզ էր եւ հասկանալի։ Քրեական գործը, որպես այդպիսին, պատրաստել է սեպտեմբերի 10 եւ 11։ Քրեական գործը պատրաստել են Հարանաբար Դարյանը, Հաթյանը, ռազմական ոստիկանության հետաքննիչների հետ դժողի բացատրություն է վերցրել, հաղորդում է վերցրել, այսինքն գործը պատրաստել է, իսկ հրամանատարին սեպտեմբերի 21-ին ասել է, որ գործը պատրաստել է։ Մի հատ հրաման բացակեք, ուղղակի արդեն հետաքննիչից քննիչի։ Այսինքն այդ օրերին, երբ գործ էր պատրաստվում, ներողություն այս բառի համար, Դարյանը կամ Հաթյանը չէին մտածում, որ Արամ Աղայանը իր պաշտպանությունը իրականացնելու համար բավականին հեռու կգնա հետամուտ կլինի իրավունքները պաշտպանելու։ Եվ նրանց համար անակնկալ էր, երբ Արամ Աղայանը փորձեց իր իրավունքները իրացնել պաշտպանության միջոցով եւ օրինական ճանապարհով սկսեց պաշտպանվել։ Երբ բացարձավ, որ այդ 2-3 օրերի ընթացքում պատրաստված ծառայական քննության նյութերը, հետաքննչի մոտ հավաքված նյութերը, դրանք ամբողջությամբ փլուզվել են, մնացել է, որ դատանը ընդհանրապես այդ փաստը արձանագրի, դատանն էլ ասեց, որ այդ ինչ-որ տեղի ունեցել, դրանք սա ամբողջը վրիպակներ են եղել։ Եվ նույն Դարյանը եւ Հաթյանը դատանում այդ տարբերակ չունեն, որտիսի ներողություն այս բառը ճիշտ ցուցմունք տա, որովհետեւ դատանում չէին կարող ճիշտ ցուցմունք տալ։ Եվ իրենք դատանում իսկապես ճիշտ ցուցմունքներ տվեցին։ Եթե զորամասում կաբինետներում նստած հեշտ էր գրելը, առանց Արամ Աղայանը տեսնելու կամ առանց դատարանին տեսնելու, հա, կաբինետում գրել է հեշտ էր։ Դատանում այդ տարբերակ չունեն, իրանք ստիպված են արդեն ճշմարտություն ասել։ Եվ հետևաբար մեզ համար պարզ էր հարց ուղղել Դարյանի կամ Հաթյանը ինչու եք դա արել։ Իրանք միանգամից անկեղծորեն ասեցին, որ դա ճիշտ չէ։ Այդտեղ գրվածը ճիշտ չէ, Արամ Աղայանի մասին բացառապես դարական բնութագրել, բացառապես։ Եվ բառացին նշեցին, բառը ես հատուկ եմ ընդգծել, ճիշտ չէ, այդ գրվածը ճիշտ չէ։ Եվ ճիշտ չէ ոչ միայն իրենց բառերով, այլ ինչպես նշեցին մեջ նշված հոդվածներով։ Առավել ևս արդեն երկրորդ անգամ են վերջանում եւ Դարյանը եւ Հաթյանը Արամ Աղայանի ամիսներով չեն տեսել։ Չեն կարող Արամ Աղայանը վերաբերել այդպիսի բնութագիր տալ, եթե չեն տեսել։ Իրավունք ունեն տալու, բայց իրավունք ունեն տալու, եթե հստակ տեղյակ են, եթե տեղյակ չեն, երբ նշում են, որ Արամ Աղայանը հրամաններու կարգավորությունները չի կատարում, ազգակազմի տարող աշխատանքների գծով զորամասերը մատնանշում է, որ իմ սպան հրամանները չի կատարում, ինքը թույլ է տալիս, որ այդ սպան շարունակի զինծառայությունը ու օդային պաշտպանության տարածքի համար պատասխանատու լինի, ներողություն այս բառը, բայց ինքը արդեն հանցագործ է դառնում։ Հրաման չկատարող սպային վստահում է մեր հայրենիքի օդային պաշտպանության, օդային տարածքի պաշտպանություն, թույլ է տալիս ծառայի։ Սա առանձին քննության առարկա է։ Մյուս հանգամանք հարգել դատարան։
Դատավարժի հիմքում դրված է նաև փորձագետ Գրիգորյանի դատաքննական ցուցմունքը, դատավարժի երկու կետներ, դատարանի հավաքականությունների բաժանում։ Հատկապես շեշտադրում ենք դատաքննական ցուցմունքի փորձագետի։ Հարգելի դատան, այս դեպքում ևս դատարանը հաստատի գործել օրենքից դուրս եւ այս հիմքով հաստատել է, որ դատարանը փորձագետի հարցական այս փաստով դատարանը հաստատում է, որ ըստ էության փորձագետի հարցականության ժամանակ կարծես թե դատարանը չի լսել ինչ է ասում։ Խնդիրը հետևյալի մեջ է. դատարանում փորձագետը հարցաքննվել է դատարանի եւ մեղադրողի կողմից։ Փորձաքննության առարկային չվերաբերող ապացույցների վերաբերյալ։ Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս փորձագետին եւ եթե փորձաքննության հետ կապված հարցեր կա, այդ հարցերը ուղղել, բայց ամբողջ դատական լսի ժամանակ փորձագետը հարցաքննում է եւ նիստը նախագահության եւ մեղադրակը պաշտպանության նախազը փորձագետին ամեն ինչ հարցրեցին, բացի բուն փորձագիտական եզրակացության հետևությունների կամ փորձագետի առաջադրված հարցերի մասին։ Եվ մեղադրանքը պաշտպանության նախազը եւ դատարանը փորձագետին հարցեր տվեցին, որոնք ուղղված չեն եզրակացությունը բարձրելու կամ լրացնելու։ Այն ինչ պարտավոր են անում օրենքով։ Այլ տվեցին հարցեր, որոնք ոչ կարողություն չունեն փորձագետի տված եզրակացությունը, որոնք փաստորեն նպատակ են հետապնդում խեղաթյուրել փորձագետի եզրակացությունը։ Ճիշտ է, ի վերջո դա էլ չհաջողվեց, բայց ամեն դեպքում դա տրվեց դատարանչների։ Հիմնական ապացույցները սրանք են, որոնք դեպել են մեղադրանքի հիմքում։ Մյուս կարևոր հանգամանք հարգելի դատարան, մեր խորհրդի համոզման, պաշտպանական կողմի համոզման, դատարանը խախտել է նաև վճռաբեկ դատարանի կողմից նախադեպային իրավունքով սահմանված մի շարք նախադեպերով սահմանված կանոնները։ Մասնավորապես, վճռաբեկ դատարանը 2012 թվականի նոյեմբերի 1-ի ԱԼԴ 0176-0111 քրեական գործընթացի որոշման մեջ նշել է, մեջբերում է։ Ինչ վերաբերում է առկա այլ բնույթ գործողությունների ձևակերպմանը, ապա վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է մեկնաբանել բռնություն հասկացության համատեքստում։ Իմ պաշտպանյալը հետ բռնության համարելակապահարել։ Այսպես, քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներում նկարագրված են բռնության տարբեր դրսևորումներ, որոնց թվին են դասվում ծեծը, խոշտանգումը եւ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներում որպես ինքնուրույն հանցակապ կամ հանցակազմի որոշակի հատկանիշ կամ հանցանքի կատարման եղանակ նախատեսված բռնի այն գործողությունները, որոնք նկարագրված են որպես բռնության կիրառում, բռնության սպառնալիք, այլ բռնություն, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն կամ դրանց կիրառման սպառնալիք։ Վերօրյալի հիման վրա վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բռնությունը որպես քրեորեն հետապնդելի արար, դիտավորությամբ, անձի կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու կատարած ցանկացած արարք է, որի արդյունքում անձը զրկվել է կյանքից կամ սահմանափակվել է նրա ազատությունը։ Մեջբերման ավարտը, որոշման 18-րդ կետն է։ Փաստացի բռնության եզրույթը ենթադրում է անձի կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու կատարած ցանկացած արարք, որի արդյունքում անձը զրկվել է կյանքից, սահմանափակվել է նրա ազատությունը, կամ նրա առողջությանը վնաս է պատճառվել, կամ նրա պատճառել է ֆիզիկական ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք։ Հարգելի դատարան, դատարանը կայացրած վճռով, ինչպես նաև քրեական գործունեության մեջ, իսպառ բացակայում է նշված բոլոր պայմանները։ Հետևաբար բռնության մասին խոսելը անհիմն է։ Ավելի, դատարանը չի պարզել, թե ինչ գործողություն է կատարել իմ պաշտպանյալը, որը եղել է ուժողի կամքին հակառակ, կամ հաշվի չի առնվել ուժողի կամքը։ Այդպիսի գործողություն չկա եւ չէր կարող լինել։ Ընդ որում այդ փաստը հաստատվել է ինչպես նախաքննական, այնպես էլ դատաքննական ցուցմունքների ժամանակ, այդ թվում նաև դժվարություններ։ Այսինքն Արամ Աղայանը ինչ է կատարել, որը եղել է ուժողի կամքին հակառակ կամ հաշվի չառնել ուժողի կամքը, չունենք այդպիսի փաստ։ Հետևաբար բռնություն չենք կարող ունենալ։ Իսկ Աղայանը դատապարտվել է բռնություն գործադրելու համար։ Մյուսը հարգելի դատարան,
Պաշտպանական կողմը գտնում էր, որ դատարանը սխալ քրեական որակում է կրել վերսակելու հարավի։ Հարգելի դատարան, զինվորական ծառայությունը հ զինվաճույժերում եւ այլ ծառայություններում իրականացնող պետական գործունեության հատուկ տեսակ է, որի իրականացման սահմանված կարգի ներմուծված քրեական բաժանյարակները ընդգրկված են ՀՀ քրեական օրենսգրքի զինվորական ծառայության կարգի ներմուծված հանցագործներ բաժանում եւ համանուն գծում։ Սույն հանցագործությունները բնութագրվում են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ առանձնահատուկ հատկանիշներով։ Զինվորական ծառայության կարգի ներմուծված հանցագործները ունեն երկու օբյեկտ՝ հիմնական զինվորական ծառայության կարգի ներմուծված եւ լրացուցիչ դժվարի վնաս պատճառել։ Հանցագործների առանձնահատկությունները Բժշկաբեկ դատարանն անդրադարձել է Հովհաննիսյանի գործով որոշմամբ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ հանցագործի հիմնական օբյեկտի վնաս հասնելը հնարավոր է լրացուցիչ օբյեկտի։ Տվյալ դեպքում դժվարի առողջանը պատվին ուշացնել է ձեռնարկել այդ կարգը ապահովելու համար։ Այդ փաստը հաստատում է նաև Աբայանի եւ դժվարի հետագա հարաբերությունները, որի ընթացքում ապահովվել է զինվորական ծառայության կարգի բնականոն ընթացքը։ Սա անժխտելի փաստ է։ Եթե Աբայանը ուղղակի կամ անուղղակի դիտավորություն ունենա զինվորական ծառայության կարգը խախտելու, ապա նրա հետագա գուցե նաև դժվարի գործողությունները որևէ կերպ կվկայեին դրա մասին, ինչը սակայն գոյություն չունի։ Այս ակնհայտ եւ արտարու փաստերը պարտավոր է տեսնել դատարանը, ինչը սակայն չի կատարել, որոնք հաստատեցին դատարանը հրաժարվել է իրականացնել արդարադատություն։ Հարգելի դատարան, ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածի առաջին մասի համաձայն հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է։ Քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության եւ հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից։ Քրեական օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն մեղքը դրսևորվում է դիտավորությամբ կամ ազգուշությամբ։ Ազգուշությամբ կատարված արարքը հանցագործություն է, եթե դա հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի մասով։ Հարգելի դատարան, սույն գործով արարքի կատարման հետևանքով չի խախտվել զորամասի կամ մեկ այլ ստորաբաժանման ներքին կարգուկանոնը։ Չի խանգարվել անձնակազմի հանգիստը։ Անգամ սենյակում կամ մոտակայքում գտնվող որևէ մեկը չի տեսել կամ տեսել Աղայանի եւ դժվարի խոսակցությունը։ Արամ Աղայանն ուղղակի դիտավորություն չի ունեցել եւ չի ցանկացել ոտաձգել զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ կամ բացահայտ անդրադարձ վերաբերում դրսևորել զինվորական հանրության նկատմամբ։ Հետևաբար, ամբաստանյալը դժվարի նկատմամբ չի կիրառել բռնություն։ Ուստի զինվորական հանցակազմի վերոնշված հատկանիշների, ինչպես նաև մեղքի բացակայության պայմաններում Աղայանի գործողությունները չեն կարող որակել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով կամ որևէ այլ նորմով։ ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով, դատարանի օրինական ռեժիմի շրջանած դատապարտելով։ Քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն այնպիսի արարք կատարել է, որը իր մեջ պարունակում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները։ Նույն օրենսգրքի 5-րդ հոդվածի առաջին մասի համաձայն արարքի հանցավորությունը, նրա պատժելիությունը եւ քրեական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով։ Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն քրեական օրենքն անալոգիայով կիրառվել արգելք է։ Առաջ, դա ես քրեական օրենսգրքի եւ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ նկարագրել արարքի որակման վերաբերյալ հատկապես մեղքի բացակայության վերաբերյալ հարգելի դատարան եւ դրանք որպես ամբողջությամբ չներկայացնել, բողոքից ամփոփել եմ անդրադառնալով անմեղության կանխապարտածին, որը ևս դատարանի կայացած դատական ակտով մատնվել է անուշադրությամբ եւ ըստ էության ցանկանում եմ ամփոփել իմ կողմից ներկայացած վերահսկողություն եմ խնդրում ձեզ ընդդատելու համար, եթե ջային հեռախոսով համաձայն դուսեք էկզամանից։ Կներեք ձեզ ընդդատելու համար։
քրեական նորմերի լիսի ներքո նրանք համադրելուսին քրեական գործի հասարակական հանգամանքների հետ պաշտպանական կողմը պնդում է, որ հնարավոր չէ գալ հետևության Արամ Աղայանի առաջադրած մեղադրանքի հիմնավորվածության և օրինականության վերաբերյալ։ Վերոմշյալի հիման վրա հայկավարվելով հայ քրեական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածով հայ վերաքննիչ քրեական դատարանը խնդրում է Բեկանի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10-11-2016 թվականին SB3-0027-0116 քրեական գործով դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ, ճանաչելով և հռչակելով ամբաստանյալ Արամ Աղայանի անմեղությունը։ Շնորհակալություն։ Վերաքննիչ ոլորտի շարունակված հետևությունների համար Երիկյանը ձայնի տեխնո ամբաստանյալ Արի դարձած բողոքին հետ սանկանայի մի քանի հարցի ես անդրադառնամ։ Ճիշտն ասած, ես բուն դատավճռի հետ կապված անդրադարձ էի պատրաստել, բայց քանի որ ընդհանուր դեպքի հետ կապված է, դեպքի մանրամասների հետ կապված է խոսքնա, ցանկանում եմ ընդհանուր անդրադարձ կատարել, չնայած իմ պաշտպանական ճարում բավականին ծավալ մի կերպով անդրադարձել թե դեպքին, թե դեպքի մանրամասներին, թե դատավարական ընթացքում մեղադրողի կողմից կատարած գործողություններից, որոնք ուղղված էին բացառապես դեպքը սխալ ներկայացնելու, վերաձևելու, այլափոխելու և այլ կերպ ներկայացնելու։ Դրա համար հիմի փորձեմ դեպքին մի հատ հասկանանք ինչի հետ էլի գործում են։ Այսինքն արարքի ճարարքի մասին է էլի խոսքը։ Ես թվում է ձեզ համար էլ ավելի բարձ դառնալու համար իմ խոսքը կարևոր լինի։ Ես լինում եմ հերթապահ։ Պետք է կատարեմ մարտական Կներեք ձեզ ընդհատեմ մի շտապի հանգիստ ձեր մտքերը արտահայտել։ Լավ, շնորհակալություն։ Հանգիստ ասեք։ Լավ, ես լինելով հերթապահ պետք է կատարեի շատ կարճ կանադառնամ էլի ուղղակի։ Պետք է կատարեի հերթապահ, փորձում եմ տեսնում եմ որ զինվոր դեր քնած է, ու ժամն է հերթապահ կատարելու։ Օրապային հարցնում եմ, թե պետք է ինքը պատրաստ լինել էլի այդ ժամին արդեն։ Ես գայի միայն հերթապահ իրականացնեի։ Ասում եմ ինչի համար զարթնում չի, պատասխանում որ չեմ կարողանում, որը քնած է չեմ կարողանում զարթնացնել, ասում եմ դա խնդիր չկա, ես կզարթնացնեմ։ Ու մտնում եմ զորանոց անձամբ զարթնացնելու համար, զարթնացնելու ժամանակ մի քանի անգամ ոտքի մուտքից հրնում եմ, որ զարթնում, հետո չի ստացվում, տեսնում եմ չի զարթնում, էլի, ես իմ ուսմունքի մեջ էլ եմ նշել։ Հետո Այ օրինակ ոնց է ձերքով եկելում ձերքով, ոտքի մասին ազրային հատվածից փորձել եմ այդ պահին գրեմ, հետո չի զարթնում, ինքը մեջքի վրա պարգած է եղել այդ ժամանակ։ Մի քանի անգամ ես զգացի, ինքը ուղղակի քնի մեջ խոսում է, էլի քննադատակ վիճակ խոսում է։ Հետո շարունակեմ հարգելի դատարան։ Հետո փորձել եմ այդ հարվածերը հիմի ոնց լեզվական բանի հետևից չունեն, ափի հատվածով ընդհանրապես փորձել եմ այս հատվածին ինչպես մարդուն ոնց է զարթնացնում, սովորական երևույթ է։ Զարթնացնեմ։ Այդ պահին ես որ իրական սկավանդակի հատվածին տես դուհանաման որ զարթի, ինքը կտրուկ վերաթռնում դերից։ Վերաթռնում ձեռք կպնում այն ձեռքին, հենց այս նույն ձեռքն է, այս նույն ժամացույցը ձեռքից, ես նշել եմ հաստատ չի, որ ձեռքիս է կպվի, չգիտեմ, չեմ զգացել, ձեռքիս կպատվի ժամացույցին։ Մենակ հիմա շատ հանգիստ, դուք պարտավոր չեք որևէ մի պարտավոր ազատանել, չէ, ավելի դուք արդեն ինձ է զուգահեռ խոսում։ Լավ, հարի դա։ Ներեցեք, բայց զուգահեռ չի կարող խոսում։ Դուք պարտավոր չեք որևէ հարցի պատասխանել, ուղղակի ձեզ ելույթի իրավունք կա տրվում, որ բողոքի հիմնավորում։ Հիմա եթե ինչ-որ բան ասում եք, արագի մեջ պետք չի ասեք, հանգիստ ասեք, մենք դրա համար ձեզ հրավիրել ենք դատականիստի ներկայացնում եք, որ եթե ասեք, մենք ձեզ հետ միասին քննարկենք։ Հիմա կոնկրետ արագ մի ասեք, արագ ասել ուզում եք ես ընդհատեմ շարունակեմ, խնդրեմ։ Դուք արդեն կարող եք դուք եք վարեք դատականիստի, դուք չգիտեք, որ պետք է ենթարկվեք նախադրողի օրինակ ուրեմն առանց ինքնիշխանության այլևս չխոսենք։ Ինչ-որ տեղ եք շտապում։ Բողոքը դուք եք, չէ՞ բերել։ Ցանկանում եք, չէ՞ որ քննվի։
Նախագահը ձեզ առաջարկում է ձեր մտքերը հանգիստ արտահայտեք, որ քննարկենք։ Հենց հարագարակ ասելով շուտ ասելով պետք է քննարկենք։ Հիմա խնդրեմ շարունակեք։ Նկարագրում եք, ցույց եք տալիս, դա չի ձայնագրվում, պետք է ասեք բավարար։ Դա Մենք խոսքով ընդհանրապես տեղի ունեցել քննից արտոնացնելու process, այսինքն ես չեմ մտել կամ ինչ-որ չեմ գնացել այդ մարդու, ես եմ քննազատ փորձել եմ իրեն հարվածել։ Չէ, ընդհանրապես փորձել եմ ես իրան զարթնացնել։ Այսինքն այդ է եղել ամբողջ պատմությունը, ու այդպես անզգուշ միջադեպ է տեղի ունեցել։ Դրանից հետո 2 օր հետո ես Անզգուշ միջադեպը մի հատ ասեք ինչ։ ասեցի Անզգուշ միջադեպ է։ Անզգուշ ես փորձել եմ զարթնացնել։ Այլատեսեք Տիկին Մարսյանը ձեզ զգուշացրեց, չի ձայնագրվում։ Ձերքի ափի հատվածով փորձել եմ զարթնացնել, կրկավանդակի հատվածից հերելով կամ չեմ մտելի ասում։ Այսրան սեղմել փոքրից, սեղմում կատարել։ Այդ պահին գտու տևից, քնած տևից ամբողջ մանով վերատրել, դուժով հանդիսացող իմ զինվորը։ Ու այդ պայն վերացրել որ ցանցավորել։ Առաջ գնացել, կողքա գնացել, առաջա գնացել։ Պարտած վիճակին Չէ, իրականում ձեզ խնդրում են, եթե ցանկություն ունի, մեզ բազաբան եք, իրականում շատ տեղի ունեցել։ Ըստ ձեզ սուբյեկտիվ ընկալումը, ու հանգիստ, տենց արագի մեջ մի անցեք, ասեք, շուշուտ ասելով չի։ Հարի դատանում ուսումնքների մեջ ունեն նշել, դատականության ժամանակ է, խնդիր չի, մի ավելի լավ ու պատասխանում ես այդ հարցերին։ Ամբողջ մանով պարկած տեղից, պարկած է եղել այդ ժամանակ։ Ես երկու ուզել եմ արտնասնել։ Պարկած տեղից մանով առաջ է եկել։ Ու այդ ժամանակ իմ ձեռքն արդեն իրակացավանդակի մոտ է եղել։ Ես կռացած եմ։ Ու այդ պահին կպել է եղել իմ ձեռքին։ Այդ է ոչ նկարագրությունը։ Ու այդ ձեռքի որ հանգստություն նկատել։ Ես այդ ժամանակ կոնկրետ չեմ զգացել, որտեղ կպավ կամ իմ ձեռքի որ մաս կպավ։ Զգացել որ ինքը կպավ ձեռքից։ Ինքը ինչ դիրքով է պարկած։ Ինքը մեջքի վրա պարկած էր։ Մեջքի վրա կարա մեջքի վրա այդ կողքան։ Չէ, հենց մեջքի վրա հայացել է օրիգինալ։ Մեջքի վրա հորիզոնական վիճակով պարկած կայացել է։ Ու այդ հորիզոնական պարկած դիրքից մանով առաջ է եկել։ Ըստ ձեզ բանական տրամաբանության մեջ որ մարմնով առաջ է գալու։ Որտեղ պետք է հարվածել կանխատները, մեխանիզմը ոնց է առաջանալու, Ճիշտ ասած, պատահականությունը չեմ ուզում տրամաբանության մեջ տեղալ։ Ողջամտության շրջանում։ Ողջամտության լրիվ ողջամիտ բան եմ էլի ես նկարագրում, այսինքն իրական բան եմ նկարագրում, դա արդեն որքանով ողջամիտ կհամարվի, որքանով Մենք երենք որևէ դատողությունից բոլոր եկտերի արդարացում եք պահանջում, անվերություն եք վիճակում, բա որ այդ հարցերը ձեզ չուղեն քաղաքը, ում ուղեն, բա որ հարցեր չուղեն, գործի համար անհրաժեշտ հանգամանքները ոնց պահեն։ Ի վերջո դատարանը պետք է որոշում կայացնի, չէ՞։ Դուք իմ այն զուգահեռ ինձ խոսում Այո։ Եվ ինչով կբացատրեք այդ փորձակնության հստակ եզրակացությունը, եզրահանգումը ձեր ասած։ Հատիկ դա փորձակնությանը իմ պաշտպանական ժամանակ շատ լայն զգով անդրադարձել էի, չնայած այդ թեման այդ հարցը կլինի, հիմա այդ փորձը անդրադառնա։ Պետք է կարակ չասեք, չէ, պատասխանում եմ։ Փորձագետի եզրակացության վերաբերյալ նա փորձագետը բազմաթիվ ինքն իրեն հակասող խորտնակ բուն փորձագիտական եզրակացությունը, հետո դատարանում տված ուսումնները բավականին լուրջ ու էական հակասություններ ունեն իրար հետ փորձագետի տված։ Բայց բուն փորձագիտական եզրակացության հետ կապված, այսինքն փորձագետը իր եզրակացության մեջ նշել է ընդհանրապես վերքի մասին խոսքը, որ տվյալ վերքը մանրական վնասի հատկանիշներ, թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում եւ նշել է, որ ինքը ընդհանրապես չի պատկերացնում վերքի նման հանգամանքներ ու նման վնասվածքի առարկությունը ինքը չի
Պոշտ կամ տարակային ուժգի հարված։ եզրակացության մեջ արդեն դատախազության ժամանակ է դրա մասին խոսում։ Բավականին մեծ ուժգնությամբ գտի շրջանի ներգործության հետևանքով, որում բավականին մեծ ուժգնությամբ։ Մարդ որ վերածնում շատ մեծ ուժգնությամբ արել։ Այսինքն դուք չեք երբում չեք առարկում փորձագետի նման արտահայտությանը եւ գտնում եք, որ այդ հարվածը պատահական այն համապատասխանում այս ուժգնությանը։ Կարող եմ պատասխանել։ Ուժգնության չափի մասին ես չեմ կարող գնահատական տալ։ Այսինքն կոնկրետ ինչ ուժգնության մասնակցում։ Բայց երբ որ դատարանում արդեն նույն փորձագետը արդեն ուժգնությունը թվային տեսքով ներկայացրեց, այսինքն ներկայացրեց այնտեղ 100 նյուտոն ուժի անհրաժեշտության փաստով, պետք է մինիմում լիներ 100 նյուտոն ուժ։ Ես իմ պաշտպանական ճառի մեջ նշեցի, որ եթե խոսքը մեծ ուժգնությունը ընդամենը 100 նյուտոն ապահովելու մասին է, ապա այդ 100 նյուտոն ապահովելը այնքան էլ դժվար չի։ Երբ որ խոսքը գնում է 85 մոտ 80 կիլոգրամանոց քաշով մասու մասին։ Այսինքն ես թվերով հստակ ցույց տվեցի, որ դրա համար հարկավոր է ընդամենը 2.5 մետր վայրկյան արագություն, որ պարկած տեղից մարդ կարողանա նման ուժգնություն ձեռք բերել։ Այսինքն թվերով ես ներկայացրեցի այն ժամանակ։ Այսինքն դուք ուզում եք պնդել, որ այո, չի ապասում փորձագետի ասածը, ձեր գործողությունը հնարավոր է ձերքին հարվածը։ Այդ եք ուզում ասել, ճիշտ եք ընկալում։ Իսկ ինչու քիչ առաջ իհարկե նաև կարող է չպատասխանել նախնասնելու առնչությամբ ու ասացիք, որ ազդերի հատվածից եք բերել։ Ինչու՞։ Այո։ Ես նշեցի, սկզբից ազդերի հատվածից եմ ուղղել փորձել արտնասնել։ Մի քանի անգամ ապրում, մի քանի անգամ ես փորձել արտնասնել, մի անգամից կսկավանդակից չեմ փորձել արտնասնել։ Սկզբից ազդերի հատվածից եմ փորձել արտնասնել։ Հետո տեսնեմ, որ չի ազդում, ինքը ասեցի, քննադատական վիճակում է ու Անջետը վերջում նոր կսկավանդակի հատվածից եմ։ Մենք հացերս, այդ ընթացքում երկրորդ գործունեությունից ինձ առայով են, որը ձեր երկական է, սա թե ոչ։ Այո։ Դուք էլ դիվիզիոնի երկական եք։ Դիվիզիոնի։ Երբ որ ցանկանում եք արտնասնել, այդ ձեր գործողությունը որևէ բառերով ուղեկցվել է, թե ոչ, որևէ արտահայտություն արել եք, չեք արել, թե մենակ լռել այն, ըստ որտեղ եք։ Հարվի դատան, երբ ընդամենը տվել եմ դուժողի անունը, ասկեն դուժի պարտնացի, հետապոքի ժամանակ։ Այսինքն այդ նման բառեր է չետալ։ Այսինքն արտնացից արդեն Ծածր ձայն։ Զորանոցը հարգելի դատան, մեր այնպես առանձին պարետների համար նախատեսված տեղ չունենք։ Պետք չի կներեք էլի, որ ընդհատում եմ այդքան մանրամասն է։ Ընդհանրապես հարց եմ տալու ցածր ձայն, եթե ցածր ասեք ցածր որտեղ այդ անձի։ Չեք ուզում ասեք չեմ ուզում պատասխանել, հետել եմ պատասխանել։ Ընդորում եք բարձրաբանում, եթե դա ձեր պաշտպանական իրավունքն է, կարող եք որևէ հարցի չպատասխանել, որևէ կերպ չի կարող ունենալ ձեզ մեկնան հարցը։ Բայց պետք չի, որ ասենք հարցերը ուղղում եք, ուն հարցին պատասխանելու առնչությամբ ասենք ուրիշ պատասխանեն չի, կամ ուրիշ տեղ գործեք տանել դատարանին։ Եթե չեք ուզում մի պատասխանի, որևէ մեկը ձեզ չի կարող պատասխանել։ Հիմա դիտում Վասարյանը ձեզ հարցում։ Շարունակենք, հարգելի ավելի պարզնելու համար, թե ինչու ես միանգամից ձայնով չէ, ես դրա համար։ Հասկանալի է, կարծում եք հասկանալի չի, եթե ասեք այլ անձիկ կային։ Ընդհանրապես պետք է դա։ Մանրամասն ընդդելու պարզնելու համար է խոսում ավելի լայն պատասխան տալիս։ Հիմա իրացեք ձեր իրավունքը բողոքի հիմնավորը շարունակեմ հարգելի դեպ։ Դրանից հետո հոսպիտալ տեղափոխելու է կապված։ Երկու օր հետո ջերմությունը պարապմունքն ժամանակ նկատեցի, որ իրեն լավ չի զգում։ Ես ասացի, ես լավ չես զգում, տեսա ջերմաչափը տվել, որ ջերմությունը չափի։ Ձերքս էլ մինչև հետևեց ճակատին, զգացի, որ ջերմության խնդիր կա։ Չափը 38 ես էլ այդ ժամանակ ջերմությունը։ Այդ ժամանակ ես տեղակ եմ այլ ավելի վերադաստրամանա տարի, որպեսզի տեղափոխեմ, որովհետև այդ վիճակում մենք դիվիզիոնային պայմաններում
որ տեղափոխեն խոսքը։ Այդ ժամանակը երբ է ժամանակը որ ասում եք։ Այսինքն այս քնից արթնացնելու միջադեպի հաջորդ օր։ Այսինքն մի օր անց է ժամանակային առումով, 1 ժամ անց է, 2 ժամ անց է։ Ժամանակային առումով սեպտեմբերի 8-ի գիշեր ժամը 3-ին արթնացնելու հարցն եղել, ամսի 9-ին ես տեղափոխվել եմ Մոսկվա։ Սեպտեմբերի 9-ին։ Ըստ ես էլի դրանց հետո մեծ առավոտությունը ոչ մի խնդիր չեղել, պետք է զարթնելը ընդամենը ես դուրս կացել։ Ինչ է որոշ գտնվում անհատականությամբ դեպի նպատակը։ Դատավճռի մեր դեպքի վերաբերյալ իմ տված նկարագրությունը որակվել է որպես անարժանահավատ։ Սակայն թե որն է դեպքի վերաբերյալ ըստ Դատավի Սարգսյանի արժանահավատ նկարագրությունը, այդպես էլ հասկանալի չէ։ Այս ողջ ընթացքում որքան էլ եւ ինչպես է փորձել եմ համադրել ու համակցել հետազոտված նյութերը, միևնույն է չեմ կարողացել հասկանալ այն ենթադրյալ դեպքի նկարագրությունը, որի համար դատապարտվել եմ։ Ինչ է ստացվում։ Դատավճռում փոխանակ խոսվի իմ առաջադրված մեղադրանքի հիմնավոր եւ ապացուցված լինելու կամ չլինելու մասին, միանգամից իմ ասածները որակվում են որպես անարժանահավատ, սակայն ում եւ որ ասածն է արժանահավատ եւ ինչու, դրան անդրադարձ չկա ու հասկանալի չէ։ Այս գործի նյութերում բացակայում են ապացույցների այնպիսի համակցություն, որը կարողանա հիմնավորել դեպքի եւ նրա կատարման հանգամանքները։ Բացակայում է հանցագործության կատարման շարժառիթը, ինչը հետաքրքիր է, որ իր մեղադրական ճառում նշեց անգամ մեղադրող դատախազը, որ գործում շարժառիթը բացակայում է։ Որպես այդպիսի բացակայում է ուժող կողմը, իսկ ուժողի իրավաբանական կարգավիճակ ունեցող անձը ոչ միայն իմ դեմ բողոք չունի, այլ նաև դատարանի դահլիճում անգամ իմ դեմ ցուցմունք չի տվել։ Իմ դեմ ցուցմունք չի տվել նաև գործում առկա միակ ականատես վկան։ Այս գործում բացակայում է որևէ բացասական հետևանք, որը առաջացած լինի իմ որևէ գործողության արդյունքում։ Գոյություն չունի հանցագործության փաստը հիմնավորող որևէ ապացույց, իսկ փաստական ապացույցների մասին գործում ընդհանրապես խոսք չկա։ Մի խոսքով, այս գործում գոյություն չունի որևէ օբյեկտիվ եւ բազմակողմանիորեն ուսումնասիրված հանգամանք, որը իրավաբանորեն կարող է իմ դեմ օգտագործվել։ Եվ փաստորեն ինչ է ստացվում։ Մինչ օրս հարցականի տակ է մնում ոչ միայն այլ այսպես կոչված հանցագործության ապացուցվածության հարցը, այլ նաև հենց առաջին հերթին այստեղ բացակայում է հանցագործության գոյության հարցը։ Իսկ ինչ հանցագործության մասին է խոսքը, ինձ համար հասկանալի չի։ Եվ հավանաբար հենց այս ամենը գիտակցելով էր, որ մեղադրող դատախազ Նարինե Սահակյանը իրեն օրենքից վեր հռչակելով եւ քրեական գործի նյութերում այս ողջ բացը իր անգործությունը եւ անգամ գործի նյութերին ամբողջապես ծանոթ չլինելու հանգամանքները փորձում էր լրացնել ենթադրություններ անելով փաստերի ակնհայտ խեղաթյուրված մեկնաբանություններով եւ անգամ դատարանին բացահայտ կեղծ տվյալներ ներկայացնելով։ Դատաքննության ընթացքում մեղադրողի նման մոտեցումները եւ պահվածքը ստեղծում էին այնպիսի տպավորություն, որ նա կարծում է, թե իրեն ամեն ինչ կարելի է։ Եվ այս ամենից հետո ինձ համար ամենացավալին եղավ այն, որ դատավոր Սարգսյանը տեսնելով մեղադրողի կողմից իրականացվող այս ողջ կողմնակալ եւ ոչ օբյեկտիվ մոտեցումները, կայացրեց դատավճռի, որում գրեթե ստորակետի ճշտությամբ կրկնեց ինձ առաջադրված մեղադրանքի էությունը։ Սակայն էլ ավելի ցավալի եղավ ինձ համար, երբ կարդացի դատավճռի մեջ կատարված հետեւյալ իրավական վերլուծությունը, մեջբերում եմ։ Դատարանը գտնում է, որ Արամ Գրիգորի Աղայանի անձ դրականորեն բնութագրող վեր նշված հանգամանքները բավարար չեն գալու այն եզրահանգման, որ նրա ուղումը հնարավոր է առանց ռեալ իրական պատիվ նշանակելու։ Դատարանի նման եզրահանգում պայմանավորված է անվտանգել Արամ Աղայանի կատարած արարքի բնութով վտանգավորության աստիճանով։ Ինչ է ստացվում։ Փաստորեն հերիք չէ, որ խոսք է արվել ինձ պատժել չարած բանի համար, այս կեղծ եւ արհեստական սարքված գործի շրջանակներում, այլ նաեւ ինձ պատժելու հանգամանքը հիմնավորվել է իրականությունից կտրված, իրականության հետ հակադրվող ինչ որ վերացական ու ստանդարտ վերլուծության միջոցով։ Հարգելի դատարան,
այս գործում 16 կետով տարբեր կառույցների եւ մարդկանց շրջանակների կողմից տրված են դրական բնութագրող փաստաթղթեր, որոնց երուսանը ծանոթանալով եւ դրանք իրար հետ համադրելով միանշանակ հնարավոր չէ նման վերլուծություն անել։ Սակայն այդուհանդերձ հասկանալի չէ, թե դրանից ավելի այդ ինչ հանգամանքներ պետք է լինեին, որ հնարավոր լիներ գալու հակառակ եզրահանգման։ Միգուցե ակնկալվում էր, որ ես պետք է ազգային հերոսի կամ մարտական խաչ ասպետի շքանշաններ ունենամ։ Չեմ կարող ասել։ Թեպետ կարծում եմ, որ միևնույն է, եթե անգամ այդ պատվերի շքանշաններն ունենայի, մեկ է վստահ եմ, որ ամեն ինչ միևնույն կերպ է լինելու, որովհետև ամեն ինչ որոշված է եղել սկզբանե, եւ այդ դատավճիռը իրավաբանության հետ ոչ մի կապ չունի։ Եվ հենց այդ է պատճառը, որ երբ փորձ է արվել ոչ իրավաբանական հիմքով դատավճիռում օգտագործել պատժի նպատակը եւ տեսակը հիմնավորող իրավաբանական տերմիններ, ամեն ինչ իրար է խառնվել։ Եվ անվստահանալի ուղում, արարքի վտանգավորության աստիճան, սոցիալական արդարության վերականգնում եւ այլ նման տերմինների կիրառությունը դարձել են ոչ տեղին եւ արժեզրկել այդ տերմինների յուրությունը։ Քանի որ հասկանալի չէ, թե իմ պարագայում ինչ է հասկացվել խոսելով իմ ուղղման մասին։ Հասկանալի չէ, թե այդ ինչից եմ շեղված եղել, որ հիմա էլ պետք է ուղղեմ։ Իսկ եթե այսօր բարեկեցիկ ապրելու ամեն տեսակ հնարավորություններ մի կողմ թողնել է եւ կյանքը վտանգի տակ դնելով հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրվելը կարող են շեղումներ համարվել, այդ շեղումները ուղղելու համար մարդուն ազատազրկել, ապա միայն ցավում եմ, քանի որ այդպիսի մտածելակերպը հենց իրենով տեղով վտանգ է պատերազմի մեջ գտնվող մեր երկրի համար։ Հասկանալի չէ նաեւ, թե այդ երբանից է բարեկին քնից արթնացնելու փորձը համարվում վտանգավոր արարք։ Հասկանալի չէ, թե ինչպես կարելի է մարտական հերթափոխի կատարմանը ուղղված քայլը համարել հանրորեն վտանգավոր արարք։ Միթե այդ մարտական հերթափոխի կատարման նպատակներից մեկն է հենց հանրության անվտանգությունը ապահովելը չէ։ Հասկանալի չէ նաև, թե այդ ինչ սոցիալական արդարություն պետք է վերականգնվի իմ ազատազրկմամբ։ Այս հարցի պատասխանը միանշանակ գոյություն չունի, բայց գոյություն ունի դրա հակառակ պատասխանը, այն է, իմ ազատազրկմամբ միայն խախտվում են սոցիալական արդարության բազմաթիվ սկզբունքներ, որոնք ուղղված են ոչ միայն իմ եւ իմ ընտանիքի դեմ, այլ նաեւ հասարակության եւ առաջին հերթին հենց բանակի դեմ։ Եվ եթե հասարակական շրջանակների լայն արձագանք եւ մարդկանց հիասթափությունը այս դատավճիռի նկատմամբ միանգամայն ակնառու է, ապա բանակում ավելի չերևացող եւ ավելի սարսափելի է։ Բավական է նշել միայն, որ այս ընթացքում բանակը զրկվել է ոչ միայն իմ ծառայություններից, այլ նաեւ այս ընթացքում ինչ ճանաչող 2 տասնյակից ավելի սպաներ արդեն պարզապես լքել են զինված ուժերի շարքերը, ունենալով այն մտավախությունը, որ չի բացառվում մի օր էլ իրենց հետ նման կերպ վարվեն։ Սակայն երբեք ես չէի ցանկանա, որ նման բաներ տեղի ունենան, որովհետև ներողություն եմ խնդրում ձեզ ընդհատելուց համար, ատան ձեզ խորհուրդում եմ խնդրում, անցնենք ըստ էության վերականգնի բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմանը։ Իհարկե դատարանը մի շարք անգամներ ձեզ չընդհատեց, որպեսզի դուք կարողանաք ձեր իրավունքը լիարժեք իրացնել, միայն այն կատարումներից ելնելու, բայց հորդորում եմ ձեզ անցնենք ըստ էության, անցեք ձեր պաշտպանություն ձեզ իշացած ներկայացած վերականգնիչ բողոքի հիմնավորմանը։ Պարզը հակառակ դեպքում ձեզ կընդհատվի։ Շնորհակալություն։ Խոսեց բարեփիկ ժողովուրդ, օրենքով վերաբավված ձեզ իրավունքից։ Դա արդյունքական ապահովություն։ Այնպես չի որ քեզ ընդհատում են, ասելիք ունես հասկանում։ Չէ, դա ապահովություն։ Չէ, դներեք ես նեջանատը, դուք ձերս վերջի ասվածի մեջ շեշտում եք, որ պատիժ կրելու հետ կապված, շեշտում եք, որ արթնացնելը, բայց այդպես չի, չէ, դուք պետք է խոսեք նրա մասին, որ դուք արարք չեք կատարել, որի շուրջը ձեր բողոքը վերված։ Այնպես է ստացվում, որ դուք եթե կատարել եք, պատիժներ պետք է ազատազրկում չլինի, այդպես է ստացվում։ Այնց է ստացվում, ոնց որ վիճակը կներել եք։ Դուք հիմա չեք վիճարկել պայմանական կիրառել, չկիրառելու, խնդիրները հնարավորություն չէ։ Ինչո՞վ է պայմանավորված։ Արի դարձան։ Ման այնց է ստացվում պատիժներ եք վիճակում։ Հարին Եթե անում եք պատիժը վիճարկելու ինչ խնդիր կա, եթե վիճարկում եք, ասեք հասկանանք, ինչ է կատարվում։ կարող է պատասխանել։ Ըստ
այստեղ ոչ թե ես պատիժը վիճակելու հանգամանքն եմ շեշտադրումը դնում, այլ ես անդրադարձա ի սկզբանե, որ գործում մեղքը ապացուցող որևէ հանգամանք չկա, եւ փաստորեն ես պետք է պատասխան տամ իմ չարած բանի համար, բայց այդուհանդերձ ուշադրություն եմ ուղղակի հրավիրում անգամ դատարանի այն վերլուծության մեջ, որով հիմնավորվել է պատժի տեսակը, որը իրականությունից պարզապես լրիվ կտրված է, բայց ես պատժի տեսակը չեմ բողոքարկում, այլ պատժի տեսակը հիմնավորող այդ սկզբունքների կիրառությունը անգամ իրականությունից մի անգամ են կտրված լինելու հանգամանքը։ Այսինքն գտնում եք ինքնավոր դատավճիռում ձեր նկատմամբ կիրառված է եղել 70 հոդված։ Մեղադրողը այնքան էլ այս պահին իրական չէ, ուղղակի ես նշել, որ երևի թե պաշտպանական կողմը իր հարցադրումները կարող է անել եւ այդ հարցադրումները կարող են որոշակի արդյունքի հասնել կամ բացառություններ լցնել եւ փորձագետի ստանալ համապատասխան պատասխաններ կապված եզրակացության հետ։ Բողոքի պատասխանում նշվել է նաև, որ այստեղ այդ պահը ևս շահարկվեց, թե տարայողական բնութագրերի տված անձին բարձրացության սպաները դատականության ժամանակ նշել են, որ այն ճիշտ չէ։ Սակայն կրկնում եմ բողոքի պատասխանում նշված փաստարկների համաձայն, որ նաև հնարավորում են դատականության արձանագրության պահով նշվել է, որ նման արտահայտություն նրանցից վտաներից որևէ մեկի կողմից չի եղել։ Ցանկանում անդրադառնալ ևս մի պահի, որ ներկայացվեց Ամբաստանյանի կողմից, խոսքը վերաբերում է վնասված պատճառերուն եւ ներկա գտնվողներից յուրաքանչյուրի եթե քիչ թե շատ սուբյեկտիվ կարծիք չունի կամ սուբյեկտիվ մոտեցում չցուցաբերի, միանշանակ փաստի, որ նման մեխանիզմով վնասվածք ստանալը անհնար է կամ դեռ անհնար։ Եվ այս կոնտեքստում նկատի ունենալու նաև փորձագետի եզրակացությունը եւ յուրաքանչյուրի բազմամյա փորձը կարող ենք փաստել, որ նման բան չի կարող լինել, կամ այսինքն նման մեխանիզմով վնասված բացառվում։ Եվ ի տարբերություն պաշտպանական կողմի, որ ներկայացվեց դատողություններ ներկայացվեցին ընտրովից ուսմունքներից ծաղկակալ կատարած մեջբերումներով, գտնում եմ, որ դատարանի կողմից պատշաճ կարգով ուսումնասիրվել են բոլոր ապացույցները, դատավճռում նշվել են եւ նախաքննական եւ դատաքննական բոլոր ուսմունքները, դրանք գնահատվել են բազմակողմանի եւ օբյեկտիվ, գործի ամբողջ ծավալով եւ կայացվել են ճիշտ եւ հիմնավոր օրենքի համապատասխան դատավճիռ։ Եվ խնդրում եմ Ամբաստանյան Արամ Գրիգորի Արամյանի առաջադրված մեղադրանքը համարել հիմնավոր եւ ամբողջությամբ մերժել Արարյանի պաշտպան Պապիկյանի վերաքննիչ բողոքը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ակտի դատարանի 2016 թվականի նոյեմբերի 10-ի դատավճիռ թողնել ամփոփով։ Շնորհակալություն։ Kim Bosevana ըստ իս եւ օրենքի պահանջին համաձայն փորձագետի ուսումունքը կարող է լրացնել բայց փոխարինի եզրակացություն։ Ստույգ բնդել ասել թե չի ասել չեմ կարող, հարգելի դատան, որովհետև առաջնահերթյանի դատարանում քննությանը չեմ մասնակցել, բայց բողոքի պատասխանում ներկայացված տվյալներով եւ դատավճռում վկայակոչված ապացույցների հետազոտմանը ծանոթանալու արդյունքում գտնում եմ, որ չպետք է ասել։
Տալ տեղը փորձացել է որոշից ոստիկանական քայլով եւ այդ Ներեցեք, իսկ դուք դատերին չեք ներկայացել, ինչով է դա պայմանավորված։ Իսկ ով ասում ուրիշ չեմ ներկայացել։ Դուք ասել եք, որ նոր նիստին լսեցինք, որ դուք ասեցիք, ես դատական նիստին չեմ եղել առաջացել։ Այո։ Առաջին ատյանի դատարանը մասնակցել է Կայազորի զինվորական դատախազության դատախազը, որը վավերացել է գործով մեղադրանք։ Իսկ դուք հավատում եք ձեր առաջադրված մեղադրանքին։ Ինձ մեղադրանք չի առաջադրել։ Դուք եք առաջադրել, ձեր առաջադրած մեղադրանքին հավատում եք։ Ես մեղադրանք չեմ առաջադրել, դատախազության կողմից է։ Դուք պաշտպանում եք հիմա եւ հիմա պահանջում եք, որպեսզի հաստատվի։ Հավատում եք դրան։ Մեր կողմից առաջադրված մեղադրանքի մասին եկեք չխոսենք, որովհետեւ դա դատարան չի։ Դատարանի կողմից արձակ։ Հա, դուք հավատում եք, որ դա արդար էր։ Բնականաբար։ Լավ, բարի։